Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Եվ այսպես Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր գործադիրի նիստից հետո անդրադարձել է դատաիրավական ոլորտին։ 8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել այդ թվում դատաիրավական մաֆիայի դեմ եւ գործերը պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով մարդիկ շարունակելու են իրենց արտոնյալ զգալ։ 8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել այդ թվում դատաիրավական մաֆիայի դեմ եւ այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատաիրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի դա նաև նրա մասին է խոսում, որ մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են, որ քաղաքական հետապնդում, ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել մինչև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար եւ դրա վերջը պետքա տրվի եւ դրա վերջը պետքա տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով։ Երկու ամսով կալանավորված Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, պնդելով իր հանդեպ իրականացվողը ակնհայտ կեղծ է, ինքն էլ շարունակելու է լինել հայրենիքի կողքին։ Իսկ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Ծառուկյանին պատկանող մուլտի վելնեսում բացահայտվել է 2.6 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։ Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները, այսպես էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկությունների իրացման նպատակով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել եւ իրականացրել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության եւ հարկային ու մարմնի տեղեկատվական բազաներում արկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայտվել են ընկերության հարկային հաշվառման եւ գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2023-ից 24 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել եւ չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաեւ, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել եւս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։ Այսպիսով բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ իրականացվում է նախաքննություն։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ
եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողականորեն շարունակելու է պայքարը սերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ իրավական գնահատականի։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը եւ բիզնեսներում տեղի ունեցած խոզարկություններից հետո կապարակնքվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, Արարատ ցեմենտ գործարանը, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, Multistone ընկերությունը, Փարավոն ռեստորանային համալիրը, չէին գործում նաեւ Ծաղկաձորում գործարարին պատկանող հյուրանոցները, գործարանները։ Արարատ ցեմենտի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել գործարանի տարածքում, նրանք պահանջում են կապարակնիքները հանել, որ կարողանան աշխատել, օրվա հացի հարցը լուծել։ Խնդրին անդրադարձել է Հանրապետության վարչապետը, Փաշինյանը նշել է, որ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական, նույն ընթացակարգով նշանակվելու է կառավարիչ։ Խնդրում եմ Արարատ ցեմենտի աշխատողներին չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ նույն ցիկլի մեջ մտնենք։ Նրանք, ովքեր մարդկանց վրա ճնշում կգործադրեն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Հիմա Արարատ ցեմենտի հետ կապված process կա։ Ես ասել եմ, որ ընդ որում դա ես ոչ թե քաղաքական հայտարարություն եմ արել, որից հետո դա եղել է, այլ քննությունը դա ցույց է տվել, գրություն ազդակ է եկել կառավարությանը, որից հետո ես ասել եմ։ Ես Արարատ ցեմենտի աշխատողներին էլ խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ, որովհետեւ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ եւ եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը մյուս օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ ուզում հիշեցնել։ Ես կապանում զգուշացրեցի, ասի տեսեք, այն մարդիկ, ովքեր այսօր այլև պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորը ազատված էին աշխատանքից։ Նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, նրանց մի մասն է դատվել է։ Ես ուզում եմ, որ բարձր լինի խաղի կանոնները, որ այդ մարդկանց մի մասն էլ միջև մի միջնորդավորված կամ ուղղակի միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի։ Ես էլ ասում եմ, չէ, հարգելիներս, այն ժամանակ հստակ կանոնը սահմանվել է։ Լսել եք ինչ եմ ասել։ Ես չեմ կարող, որովհետև այդ ասած այդ թվում ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն է, ես չեմ կարող դրանից նահանջել։ Հիմա նույնը խնդրում եմ Արարատ ցեմենտի հարգելի աշխատողներին չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Իդեպ ձերբակալվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակել է հատկանիշներով։ Նա ձերբակալվել է, ներկայացվել դատարան կալանքի համար։ Հիշեցնեմ, որ դեռ հունիսի 12-ին Հանրապետության քննչականի ներկայացուցիչները ժամանել էին Մանուկյանի բնակարան խուզարկության, այդ ժամանակ կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են, վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։ Պետական դավաճանության այս վարույթով կալանավորված է ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։ Եվ այժմ զրուցելու եմ +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանի հետ։ Բարև ձեզ։ Բոլորը հանուն հայրենիքի, բոլորը հանուն ժողովրդի, նրանց համար եւ նրանց անունից Գագիկ Ծառուկյանը քրեակատարողական հիմնարկից է ուղեր ցեղում, ասում որ ամեն ինչ ինձու է, սարքած է, բայց ես չեմ նեղանում, ես լինելու եմ ժողովրդի եւ հայրենիքի կողքին, հետո ՊԿ ասում է 2.5 միլիարդ միայն մուլտիվելնեսում եք թաքցրել հարկեր եւ այլն։ Փաշինյանն էլ դե բնականաբար ժողովրդին տված խոստումների տրամաբանությամբ նույն Արարատ ցեմենտի, հետ տեղի ունեցողի մասով, մասնավորապես աշխատակիցները, որոնք ուզում են շարունակել աշխատել, որպեսզի վճարվեն, դե կապարակնքված են։ Էլի ասում է, որ ասել եմ տեղյակ եք եւ այն ինչ ասել եմ հրապարակային, այդ թվում նաեւ որպես ժողովրդի կողմից ձևավորած պահանջ է, չէ՞, այդ ամեն ինչը ուշանում։ Ինչ անի այս ժողովուրդը։ Շատ լավ հարց է։ Ինչ պետք է անի ժողովուրդը։ Ժողովուրդը պետք է լծվի պետություն սարքելու սուրբ
գործին։ Այն ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, ես դա փորձում եմ գնահատել որպես ազգային կապիտալի վերականգնում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ռեսուրսներով հարուստ երկիր չի, եւ այս սուղ ռեսուրսների մեջ զգալի մասը ռուսական ազդեցության կապիտալի ձեռքում է, այսինքն ինչի ռուսական ազդեցության, ռուսական կապիտալի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանը։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ այն բիզնեսները, որոնք իրենք ունեն, իրենց եկամտի մի մասը, որը ծախսում են հանրային տրամադրություններ ստեղծելու, օրակարգեր թելադրելու եւ այլնի վրա, հատկապես հաշվի առնելով, որ նաև քաղաքականության մեջ են այդ զգալի գումարներ ծախսվում, դրանք ավտորիտար համակարգի քարոզ եւ արժեքներ թելադրող դրսևորումներ են։ Եվ նշանակում է, որ այդ կապիտալը ծառայում է ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ուժեղացմանը, խորացմանը, բարձրացմանը, այլ հակառակը գոյատևման ռեժիմ մտնելուն եւ ավտորիտար համակարգերի հետ սերտաճելուն, այնպիսի համակարգերի, ինչպիսին Ռուսաստանն է։ Հիմա ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարների ժողովրդավարն է, բայց գոնե այս ընտրությունները համեմատաբար լավ գոնե այդ փող բաժանողի իշխանությունները չէին, այդքանով ինքը դեպի ժողովրդավարություն էր։ Եվ հենց այդ կապիտալը, որ նաև խաթարում է ժողովրդավարական արդար մրցապայքարը, գաղափարական ուժերի ձևավորմանը խոչընդոտում է, որտեղ ռեսուրսները գնում են այդ դաշտ, ավտորիտարիզմ քարոզելու ու կառուցելու դաշտ, դա խանգարում է Հայաստանի կայացմանը։ Եվ ես հույս ունեմ, որ այս ամբողջ գործընթացը ոչ թե անձնական քենախնդություն է, այլ այդ գործընթացն է, որը կարա հա ինչ որտեղ համարվի քաղաքական հետապնդում, կարա համարվի ինչ ասեք կարա համարվի, բայց կարևոր է, որ նպատակը լինի այդ, այսինքն այն ինչ անում ենք, դա բխի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձրացման շահերից, բայց ներողություն դեռևս դրա ազդակները չկան, այսինքն եթե մենք ուզում ենք իրավական պետություն կայացնենք, իսկ ժողովրդավար պետությունը չի կարող չլինել իրավական, բացի կապիտալի ազդեցությունը օտար գաղափարներ ու արժեքներ տարածող կապիտալի ազդեցությունը, պետք է նաև ներսում ինստիտուցիոնալ գործընթացներ գնան, որոնք ցույց կտան, որ այո, մենք իրավական պետություն ենք կառուցում։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ համակարգը դեմ էր եւ այլն, կներես, բայց Գագիկ Ծառուկյանին հատիսը նվիրողը դու ես, Նիկոլ Փաշինյան։ Եվ երբ որ դու այդ քայլը անում էիր, դու այդ ժամանակ նպաստում էիր կոռումպացված, չգիտեմ, փողով ամեն ինչ գնող եւ այդ արժեքները դավանող մարդկանց առաջընթացին։ Այսինքն, այստեղ առաջի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, այսօր որ այդ Հայաստանում օրենքի գերակայություն չի։ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա կգանք հերթով ձեր ասածներին, բայց նախ դուք նշեցիք, հա, այդ ավտորիտար կամ ռուսական մոդել, դրա ջատագովներ, պետությունը դեպի այդ ուղղությամբ տանելու ձգտումներ, հետո ասացիք, ազգային կապիտալի վերականգնում, չէ՞։ Այո։ Ու ասացիք կարող է համարվել քաղաքական հետապնդում, կարող է համարվել մեկ այլ բան, օրինակ ինչ շատ հետաքրքիր է այդ համատեքստի վրա կենտրոնանանք։ Ձեր ասացի առաջին մասը, ազգային կապիտալի վերականգնում, չգիտեմ, ռուսական ավտորիտար կառուցվածք եւ այլն, եւ քաղաքական հետապնդում։ Որտեղ է այդ նուրբ գիծը, որը քաղաքական հետապնդում է, հա, հաշվի առնելով այն ամեն ինչ, որ դուք դրանից առաջ ասացիք, որը
ենթադրենք կա եւ այդպես է, հա։ Եվ այստեղ որքանով է, այսպես ասած, մեր մի քաղաքական միջավայրին կամ մշակույթին բնորոշ, որ մարդիկ, այսպես ասենք, քաղաքականությունը օգտագործում են որպես վահան, այ հենց այդ ձեր շարունակությունը կոռումպացված առաջընթաց ապահովելու համար, հա, այսինքն այդ վահանը կօգտագործենք, ասենք սա քաղաքական հետապնդում է, ոչինչ, որ չգիտեմ, ըստ Պեկի ես մի քանի միլիարդի բան հարկ եմ թաքցրել, ոչինչ, որ ստեղ ես եմ արել, այն եմ արել, որտեղ է այդ նուրբ գիծը։ Դուք շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև մի կողմից այդ այսօր բանտ նստողներն են իրենց համարում քաղաքական հալածյալ եւ մյուս կողմից այն մարդիկ, ովքեր մի հոգու կամքով քրեական գործեր են հարուցում եւ մի հոգու կամքով չեն հարուցում, ինչպես հատիսի դեպքում եղավ, դա արդարադատություն չի։ Այսինքն այստեղ շատ նուրբ սահման կա եւ ես դրա համար ասում եմ, ես հույս ունեմ, որ այդպես է։ Իսկ դրա նախանշան այդպես է թե չէ, մենք կարող ենք իմանալ շատ մի պարզ ձևով։ Եթե գործող իշխանությունը հռչակել է, ինչպիսի Հայաստանի Հանրապետություն է ուզում ունենալ 5 տարի հետո, չեմ ասում 10 տարի հետո, որովհետև 5 տարի հետո իրանք հնարավոր է լինեն ընդդիմություն։ Այդ 5 տարվա Հայաստանի Հանրապետություն ինչպիսին պետք է լինի։ Էլի պետք է այսօր սենց ինչ պատահի մի օր առյուծ քնացնենք, մի օր շոուներ անենք, որ ցույց տանք, որ մենք փոփոխություն ենք անում, թե հստակ կա ճանապարհային քարտեզ, թե այդ կապիտալը ոնց ենք վերադարձնում։ Այդ ես մի շատ པարզ օրինակ բերեմ, օրինակ հեծը, երբ որ ռուսական ռուսերին է ծառայում, այսպես ասած, ինքը դրամաշնորհներ է տալիս կամ նվիրաբերություն անում ռուսական գրքի դոմ ռուսկայ կնիգի, հա, ասենք այդ կառույցին, որը ռուսական նարատիվներն ու մշակույթը, լեզուն տարածելուն է միտված։ Այսինքն ստացվում է, որ մեր երկրում գործող կազմակերպությունը ֆինանսավորում է մեր դեմ գործող պետության նարատիվներն ու քաղաքականությունը առաջ տանելու հարցը։ Լավ է անում։ Չէ, լավ չի անում։ Ինչի՞։ Բա որտեվ ազգային կապիտալը, այսինքն դա կարա փոքր բիզնեսմենը անի, օրինակ ինչ որ մի այթիշնիկ եկել է Ռուսաստանից, ուզում է նվիրաբերում է։ Չէ, բայց կաղանն է, չէ, որ անում։ Չէ, բայց ռազմավարական, դա ես եմ ասում, Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են։ Եվ այդ սահմանափակ ռեսուրսները կենտրոնացած են մուլտի գրուպ, չգիտեմ, այդ ամբողջ այդ կայսրության շուրջ, հայկական էլեկտրացանցեր եւ տաշիր եւ այլն այդ կայսրության շուրջ եւ այդ այդտեղ է ռեսուրսը եւ եթե այդ ռեսուրսը Զանգեզուրի պղնձաբլիբդինային գործարան եւ այլն եւ եթե այդ կապիտալը ծառայում է Հայաստանում հայ ժողովրդի ինքնության զարգացման, գիտության զարգացման խթանելու կամ քաղաքացիական հասարակությունը զարգացնելու խթանելու փոխարեն ռուսական նարատիվներն ու մշակույթը տարածելուն այդ չեղավ ազգային կապիտալ։ Այսինքն արարածեմենտը պետք է պետականացվի։ Այո, արարածեմենտը պետք է, ես եթե դրա համար հիմքեր կան, ես չգիտեմ, կարող է որ պետականացնեն վնասով աշխատի, ես այդ հարցում տեղեկացված չեմ, բայց այն որ ռազմավարական նշանակություն ունեցող բիզնեսները պետքա ազգային կապիտալ որպես լինեն, այսինքն ծառայեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ավելացմանը։ Այդտեղ պետք է այդ կապիտալի տերը լինի մարդ կամ խումբ, որը շահագրգռված է Հայաստանի ինքնիշխանության ավելացմամբ, շահագրգռված է Հայաստանի պաշտպանության ավելացմամբ, շահագրգռված է Հայաստանի սուբյեկտայնությամբ, ոչ թե ամեն ինչ անում են, որպեսզի ժողովուրդը հուսալքվի կամ չգիտեմ, կամազուրկ դառնա։ Դուք ասացիք, հա, այդ գումարների վերադարձ եւ այլն, բայց կա օրինակ ապօրինի գույքի, հա, բռնագանձման այդ վարչությունը ներդրած, որը աշխատում է։ Այդ ինչ որ արվում է, շատ մանր գործողություններ է։ Ես ասում եմ, դա կարելի է գնահատել, դա լավ արվում թե չէ։ Եթե կա աշխատանքային քարտեզ, եթե կա պլան, որ մենք առաջիկա 5 տարում
այս գործերով, այս քրեական դատավարության, չգիտեմ, 200 գործ կա, այս 200 գործը 3 տարի հետո էլ դատարանում գործ չի լինելու, կամ այս 200-ից ոչ մեկը չի լինելու։ Թե չէ, ասենք մարդիկ հիմա անցած տարվա բաներ Վլադիմիր Գասպարյանը եւ Լյովա Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին եւ ազատ արձակվեցին համաներմամբ գնացին տուն։ Այդ չեղա, որ մենք արդարադատություն ենք էլի իրականացնում։ Այսինքն ինչ ենք մենք պլանավորում անել։ Դա ինչ անենք, տանք ամբողջ իրավակարգը փլենք։ Ես չգիտեմ, դե իշխանություններն իրանք են, իրանք պետք է ասեն։ Մենք ինչ ենք ուզում անենք։ Ասացին։ Չեն ասել, ինչ։ Հեղափոխությունից ասֆալտին ենք փռելու, պատերին ենք ցերկելու, կզծնելու ենք, չէ, դա լուրջ չէ։ Հեղափոխությունից հետո ասացին ու չարեցին։ վեթինգը խնդիրներ կբերի, հիմա էլ ասում են այդ հարցերը լուծվելու համար նոր սահմանադրություն է պետք։ Դե չէ, այդ եղավ, որ իրանց օրակարգը առաջ մղելու համար, նեղ կմբակային կուսակցական շահերը առաջ մղելու համար, իրենք համապետական հարցերը խնդիրները նեղացնում, սարքում են եսիմ ինչ ու այդ շրջանակներում կարելի ասել, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե կապիտալի ազգայնացում է, այլ կապիտալի քպայնացում։ Այսինքն իրենք իրանց օլիգարխիան են ստեղծում։ Երկուսն էլ հնարավոր է։ Ես ասում եմ, ես հույս ունեմ, որ ԿՊ-ն սա չի անում սեփական օլիգարխիա ձևավորելու նպատակով, որովհետև դա շատ դա ոչ թե շատ վատ տեղ կտանի, դա ոչ մի տեղ չի տանի։ Տեսեք, դուք նաև խոսքում նշեցիք, որ այդ ամեն ինչին զուգահեռ ներսում նաև ինստիտուտները պետք է ձևավորվեն, կանան եւ աշխատեն, հա։ Փաշինյանը ասում է ասֆալտին փռելու հրահանգները տվել եմ շատ վաղուց։ Հարցը ինչու այդ հրահանգները չեն կատարվում։ Ով է Փաշինյանը, որ պետքա հրահանգ տա իրավապահներին, որ ասֆալտին փռեն կամ չփռեն։ Դու ով ես, ասա դու վարչապետ ես, չէ՞, այսինքն կա օրենք այս երկրում, կա իրավախախտում, օրենքների խախտում, պետքա անել, ինչի պետքա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դու արդարադատություն իրացնես կամ չիրացնես։ Չէ, հիմա հարցը հետո ասում է, որ դա իրավական մաֆիա, որի դեմ պայքարել են։ Օրդիներեք էլի, բայց ասենք Գագիկ Ծառուկյանի հետ Նիկոլ Փաշինյանը, որ դաշինք էր կազմում, չէր մտածում, որ այդ մարդը ինչ որ հանցագործություններ արել, հարկեր ա թաքցրել, որ վուլցի վելնես կա, որ եսիմ ինչ կա, այն էլ Նիկոլ Փաշինյանը, որ հին լրագրող է եւ այդ տեղեկությունները հայթայթելու առանց իշխանական լծակների էլ ունի դրա հնարավորությունը։ Ու մեկ էլ հանկարծ ինքը պարզվում է, որ միամիտ մարդ էր, տեղյակ չէր, իրեն խաբել համակարգը իր դեմ աշխատել։ Բայց նաև շատ հետաքրքիր է, չէ, ասենք, լավ, դուք ասում եք ով է Փաշինյանը, որ ասֆալտին փռելու հրահանգ տա։ Հա, չկա տենց բան, այսինքն դա ինքը ոնց ասեմ, դա ուղիղ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է Իլհամ Ալիևի ճանապարհը։ Շատ լավ։ Ենթադրենք, եթե անգամ դա այդպես է, հա։ Հա, դե այդպես է։ Դե իրեն եմ էլի ցիտում, ես օրինակ չօրինեցի, հա։ Բայց նաև հետաքրքիր է, չէ, այդ ովքեր են, որ այդ հրահանգները չեն կատարել։ Չգիտեմ, Աննա Վարդապետյանը կամ քննչականի ղեկավարը։ Չէ, Աննա Վարդապետյանը հենց շատ լավ կատարում է Նիկոլ Փաշինյանի հրամանները։ Ներքին գործերի նախարար Սարգսյանը, ով չի արել։ Ասում է չեն կատարվել այդ հրահանգները։ Բա ուր են մեղավորները։ Հենց դրա համար եմ տալիս այս Հա, առումները։ եթե չեն կատարվել, ինչու՞ չկա։ Ինչու նրանք հրաժարական չեն պատժվածներ, որոնք որ օրենքը շրջանցել են կամ անգործունակություն են դրսևորել, հանցավոր կամ հակառակ պարոն Միսկարյան, առաջնորդվելով հենց օրենքի եւ օրինականության տրամաբանությունից մերժել են Փաշինյանի ասֆալտին փռելու հրահանգները։ Կամ էլ այդպես։ Դե եթե չկան ազատումներ, այդ հիմքով, չէ՞, մարդը ասել է ՆԳՆ նախարարին գնացեք փռեք ասֆալտին, չեն փռել, չի ազատվել։ Բայց հիմա փռել են։ Դե մեկին։ Դե հա, մեկին։ Մյուսները դե բոլորին չեն կարա փռեն։ Ինչու՞։ Դե իրենք Թույլողակը Ծառուկյանն է։ Դատախազ հակակոռուպցիոն Նիկոլ Փաշինյանը։ Չէ, ես հա, այնտեղ էլ են 3 հոգի, պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Հա, 3-3։ Ահա։ Այնտեղ կանայք շատ են։ Չէ, բայց Ծառուկյանը թույլողակ է։ Հա, Ծառուկյանը թույլողակ է։ Այսինքն նրանց չեն հասնելու։ Այսինքն Ծառուկյանի դիրքերը ավելի շատ պաշտպանված էին Բելարուսի աջակցությամբ, այսօր Բելարուսի դիրքերն էլ են թույլ։ Ծառուկյանը պատժվում է նաև, որովհետև Բելարուսն է պատժվում,
այսինքն պայմանական։ Եվ Ծառուկյանը պատժվում է, որովհետև նախ դեռ չգիտենք պատժվում է թե չէ։ Դե 2 ամիս առնվազն։ Դե բայց դա չեմ կարծում, որ այդքան լուրջ պատիժա այդքան շատ մեծ կապիտալ ունեցող մարդու համար Հայաստանի պայմաններում էլի, այդ կարողա արաբական էմիրությունների համար դա չնչին է, բայց Հայաստանի ռեսուրսները հաշվի առնելով լուրջ կասկածներ են առաջանում այդ գումարների օրինականության վերաբերյալ, բայց եւ այնպես ես կարծում եմ, եթե կա հանցագործություն, ապա այո, պետքա պատիժը կրի եւ եթե կա այդ բիզնեսները ազգայնացնելու, այսինքն ոչ թե նվիրելու սեփական մտերիմներին, այլ իրապես այնպիսի կառավարիչներ լինեն, որոնք հասկանում են ինչ է պետությունը եւ ինչ է նշանակում պետության մեջ բիզնես անել, ապա այո, մենք բոլորը շահած դուրս կգանք մեծ հաշվով։ Իհարկե դրա համար հետո Նիկոլ Փաշինյանը կարող պատասխան տա արդարադատության առաջ 5 տարի հետոից սկսած օրինակ, բայց ես կարծում եմ ինքը դրա հետ հաշտ է։ Որ արդարադատության որը որ պետքա ձևավորվի եւ իրապես արդարադատություն իրացնի, ոչ թե ինչ որ մեկի հրահանգով փռեն կամ բաց թողնեն կամ ոնց էր ասում դիմադրեն, էլի չգիտեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանն էր։ Մեր եթերում կարճատև դադար է, որից հետո շարունակում ենք։